Լավ, մի հատ տեսեք ինչի մասին էր ասում Նարեկը, ուրեմն շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Այդ կարճ վիդեոն, որտեղ մենք Սյամոյին արձագանքում ենք, որտեղ ինքը մեզ fake էր անվանել, ինքը իր fake բալով մեզ fake է անվանել Ռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցում, եւ մենք արձագանքել էինք այդ իր խոսքին նորմատիվ լեքսիկայի շրջանակներում իհարկե, որովհետեւ այլընտրանքեր չունենք ասոբը, եւ այդ կտորը առանձին նաեւ մեր խմբագրականից տեղադրել էին էջում։ Եվ նախ շատ մեծ լայքերի քանակ կար այդ վիդեոին եւ դիտումները անցել էին բուն թողարկման դիտումների քանակը եւ նաեւ շատ քանակի լայքված էր, բայց ֆենոմենալ կերպով շատ տենց ակնհայտ մենք որ մեջն ենք զգում ենք տենց բաներ էլի ուղղորդված ինչ որ նույնա բովանդակ հայհոյախառն դե իրան կարան չէ հայհոյեն իրենց ոչ մի բան չի լինում մենակ մենք ենք գնում նստում հայհոյանքի համար թեպետ մենք մեր վրա չի ազդում այդ ֆեյքերի հայհոյանքները, բայց sense ուղղորդված տասնյակ, չգիտեմ։ Չէ, ու գիտես ինչն էր այդտեղ կարևոր, ուղղորդվածությունը որտեղ էր երևում։ Ամեն երկրորդը գնում էր հենց մեծ կոմենտները կարդացեք կջոգեք ում մասին ինչ են ասում, ջոգիր։ Այսինքն իրանք ստեղծում են մի հատ տենց պատրանք, թե իբր հանրային աջակցություն ունի Բեղավորը, նախքին երբեմնի Բեղավոր այդ ոչ մի բան է, եւ Տենց մեզ էլ ուղղորդում են, ասում են նայեք կոմենտներում ձեզ ինչ են ասում, իրան գրում են այդ կոմենտը, իրանք էլ մեզ հղում են անում իրանց fake կոմենտների վրա։ Հիմա տեսեք ինչն է հետաքրքիր, ինչը երևի Սյամոն իր կարճ խելքով չգիտի։ Ուրեմն YouTube-ը ցույց է տալիս ծագումնաբանությունը տրաֆիկի, այսինքն որտեղից են եկել մարդիկ, որոնք ակտիվություն են ցուցաբերել կոնկրետ վիդեոյի տակ։ Եվ սովորաբար տարբեր մեսենջերներում, օրինակ, չգիտեմ, WhatsApp-ում կամ Telegram-ում մի քանիսն է լինում ընդհանրապես, իսկ ինչ որ մեկը մտածում է այդ link ուղարկում է Telegram-ով կամ WhatsApp-ով իր ծանոթի, բան լինում են։ Մեկը, երկուսը, երեքը տոկոսայինով կամ 0 քանիս է լինում կամ 1-2 մաքսիմում։ Քիչ, որովհետև դե հիմնականում հավանաբար եթե անում են այդպես անում են, չգիտեմ, գուցե Facebook-ի Messenger-ով կամ շատ քիչ է լինում, որ դուրս գա լրիվ ուրիշ Messenger-ով դա արվի մի խոսքով, եւ այս վիդեոն բացառիկ դեպքեր, երբ հարյուրավոր մարդիկ են եկել WhatsApp-ից։ Ասեմ WhatsApp-ից։ Տոկոսը ասեմ։ Ուրեմն 27.6%-ը եկել է WhatsApp-ից ու պրիտոմ եկել է կոմենտ գրողները։ Դե դա, այսինքն ինչա եղել Ժորժ ջան։ Սյամոն ունի ինչ որ կամ Սյամոն կամ Նիկոլեի դե, որտեվ նույնն են, հա, մենք մոռացել ենք դրա մասին։ Կարող է իրա թևի տակա հիմա Նիկոլի, ես չգիտեմ, կարող է Նիկոլի այդ ֆեյքերից, ֆեյք շողների կամ չգիտեմ ինչ այդ իրանց աջակից զոմբիների չաթերից մեկն են տրամադրել կամ գուցե Սյամոնը Իրանը ունի, ես չգիտեմ։ Տեղադրել են, ես էլ եմ կարծում չունի ինք Իրանը, բայց ավելի հավանական է որ Նիկոլենք են մի խոսքով, բայց գուցե եւ իրանք, բայց փաստը մնում է փաստ, որ այդ լինքը, մեր YouTube-ի վիդեոյի լինքը տեղադրվել է ինչ որ չաթում, WhatsApp չաթում։ Եվ հավանաբար, սա արդեն, բայց տրամաբանական եզրահանգում ենք անում, որ գնացել է ուղղորդում, որ անցեք այս լինկով ու գրեք բացասական մեկնաբանություն։ Ու այդ կենթանիները, այդ զոպարկը հարյուրներով եկել լցվել է այդ մեր վիդեոյի տակ ու սկսել է մեզ գրել վատ մեկնաբանություն եւ իրանք իրանց գրածի վրա հղում անելով թե նայեք հələ ձեզ ինչ են ասում, բայց միևնույն ժամանակ այդ վիդեոն ունի 700-800, ես որ նայում եմ 700-800 լայք ուներ։ Որպեսզի 1000 անցել է հայքերը։ Հիմա արդեն անցել է հայքերը, նայել ես, հա։ Այո, նորին եմ։ Հա, հիմա տեսեք, ստեղ ինչն է հետաքրքիր, տեսեք։ Անալոգիան հասկանանք, հա։ Օրինակ մենք Չէ, 1000-ը չի անցել, ներողություն, 895։ Հա, այդ մեր բանն է, ընդհանուր թողարկումն է անցել, հա, 800 քանից մի խոսքով, 900-ին մոտ լայք։ Հիմա տեսեք, այսինքն 30000 դիտում ունի այդ կտորը ու 800 լայք, 800-900 լայք, հա։ Որպեսզի հասկանաք, հա, ինչքանով դա հանրային առնվազն որոշ շրջանակներում ընդունելի տեսակետ է, որ Սյամոն Իրանից ոչ մի բան չի ներկայացնում, ինչի մասին մենք խոսում ենք։ Օրինակ, մենք գիտենք, որ Միքայել Աչապահյանը, ի տարբերություն Սամվել Բաբայանի, եթե համադրության մեջ դնես ընկալելիության տեսակետից, շատ ավելի մեծ հարգանք վայելող, ընկալելիություն ունեցող կերպար է։ Իրա մասին են ինչ մենք խոսել ենք, երբ մենք արձագանքում էինք իր հայտարարություններին քաղաքական, 10 անգամ ավելի քիչ լայք է հավաքել ու դա մեր համար ընկալելի է, նորմալ է։ Այսինքն մեծ համար սպասելի էր, որ շատ մարդիկ կարան մեզ հետ համաձայն չլինեն, որ շատ մարդիկ կարան տեղեկացված չլինեն, շատ մարդիկ կարան կաշկանդված լինեն, քանի որ խոսքը այդտեղ գնում է արքիեպիսկոպոսի մասին, հա, մի խոսքով։ Սա ես համադրության մեջ բերում, որ դուք հասկանաք, թե Սյամոն ով է, այսինքն ընդհանրապես կրկնակի ավել դիտում ունեցող վիդեոն 10 քանի անգամ ավելի շատ հավանում է ստանում YouTube-ում,
քան Միքայել Չապահյանի մասին մեր արտահայտած կարծիքը, բայց Սյամոյի մոտ բացասականը 100 անգամ ավելի շատ է մեր հասցեին, որովհետև WhatsApp-ից համապատասխան մարդիկ կլինեն դա Նիկոլները, թե ուրիշ Նիկոլները, թե Պուճուր Նիկոլները, թե Նիկոլի ձակերը ուղղորդված գալիս են կարծելով, որ մեզ ինչ-որ բան կարա դա բանանի։ Ընկճի մեզ, մենք էլ նայենք կոմենտներ ասենք։ Չպետք է երևի խոսանք Սյամոյի մասին, որովհետև հանրությունը վատ է արձագանքում։ Հավի դուք ձեր ուզածին հասակ, հիմա բռնվեք։ Հատկապես Սյամոյին իրոք սիրողներ էլ, ես հրան կատարողներ, էլ սրանք չմոներ են։ Հիմա նայեք, ուրեմն ինչ էր այդ մեկնաբանությունների հիմքը, հա, լեյտ մոտիվը որն էր գաղափարական, որը որ գրում էին, արա դուք մի բան ես երկրի համար արել եք, արա հերոս տղուն, արա հերոս տղուն, դուք հերոսի մասին ես ոնց եք խոսում։ Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ Սամվել Բաբայանը, ոչ թե դեմ չեմ հերքում, որ Սամվել Բաբայանը ինչ գործողությունների է մասնակցել Արցախում, իրականում կարող է հերոսական դրվագներ են եղել, ես տեղյակ չեմ, այդ իր ասածներին լուրջ չեմ վերաբերել, իր ասածների մեծ մասը սուտ է։ Բայց ժողովուրդ ջան, քանի որ Սամվել Բաբայանը շատ վիզ դրեց սրա համար, հասավ սրան, էլի, ինքը ոնց որ հասավ այս մակարդակին, որ սենց մենք խոսանք, էլի, այս թեմայի մասին, ասեմ, Մարշալ Պետերնը Սամվել Բաբայանից ավելի լուրջ հերոս էր։ Ինքը Ֆրանսիայի ազգային հերոս էր, առաջին համաշխարհայինի ավարտին։ Երկրորդ համաշխարհայինից հետո Մարշալ Պետերնը դարձավ դավաճան ու ոչնչություն։ Ու իր ողջ անցած հերոսական ճանապարհը նշանավորվեց կոլաբորացիա տերմինով, կոլաբորացիոնիստ իշխանություններ տերմինով, որը մինչ օրս քաղաքագիտական բառապաշարով, քաղաքագիտական այբուբենով նշանակում է թշնամու հետ համագործակցող իշխանություն կամ մարդկանց խումբ։ Մարշալ Պետենի չափ Սամվել Բաբան իր սա կյանքը ապրի 10 անգամ ծնվի ապրի 5 անգամ ավելի շատ մուտիլով կեկանի տարբեր մարդկանց մասին ստեր խոսա չի կարա անցնի։ Չի կարա անցնի։ Ու երբ որ Սամվել Բաբայանը այդ հերոսական ճանապարհն անցել էր, բայց այսօր ավելի հերոս տղերքից մեկի Արկադի Ղուկասյանի վրա մահափորձ էր անում Արցախում։ Մարշալ Պետենը դա չէր արել։ Դա հերոսական ճանապարհի արդեն այսպես վերջնական փլուզում էր։ Իդեպ այս վերջերս դրել էին իր խոստովանական ցուցմունքը դրա մասին։ Եվ որ Սամվել Բաբայանը Արցախում անում էր բաներ, որի մասին մինչև այսօր խոսում են արցախցիները եւ կանայք ու երեխեքը։ Դեռահաս տարատեսակ բաներին մարդկանց նկատմամբ։ Դրա մասին Մարշալ Պետենի մասին ոչ մեկ չի խոսացել, բայց Մարշալ Պետենը հեշտ դարավ հակահերոս։ Իսկ երբ դարձավ Սամվել Բաբայանը հակահերոս, ոչ թե այն ժամանակ, երբ որ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ էր անում, երկրի նախագահի ինքն լինելով պաշտպանական բանակի հրամանատար, այլև այն ժամանակ, երբ որ վերջնական դարավ այն ժամանակ, երբ որ ինքը դարավ Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոնիստ իշխանության մաս։ Ու սրա մասին ոնց որ սաղ մոռացել են։ Ես թքած ունեմ 100 հատ հերոսության վրա, Լյուբոյի, ով ուզում է ալնի, որը պետք է այդ հերոսություններից հետո գար Նիկոլի հետ տար Արցախը, միջև վերջ։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ու այն մարդիկ են կենթանիները, որոնք բտում գրում են տես բաներ տարատեսակ, արա բանման, արան դուք եք ոտից գլուխ արա, դուք կոլաբորացիոնիստի պաշտպաններ եք։ Դուք մի մարդու պաշտպաններ եք, որ 2000-ականների սկզբին սա Հայաստանի կեսին քցել թռել էր։ Գնացեք հարցրեք Ալբերտ Բազեյանից։ Ու տարբեր մարդկանցից, ոնց էր Սամվել Բաբայանը սաղին քցում, խափում կոնկրետ Ալբերտ Բազեյանը ինձ պատմում է։ Ոնց էր իր սաղ տները ԵԿՄ-ի շենքը մենքը դրել գրավ, ասել որ էսա տախտակ ենք բերում, տոլի բրլյանտ ենք բերում ու թռել այդ մարդու վրից ու այդ մարդուն թողել մենակ։ Էսա ձեր Սամվել Բաբայանը։ Ստախոս, մարդկանց խափող, սա Հայաստանի կեսին քցած փողով, մինչև 2010 քանի թիվը Հայաստանից փախած, իր երկրի ղեկավարին դեմ մահափորձ կատարած մեկը, ով 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի իշխանության շեփորն է, շեփորը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջական կիսողն ու պատասխանատուն։ Արցախյան պատերազմի 44 օրյա պատերազմի դավաճանական պատերազմի ուղիղ մասնակիցը, հողերը տվողը։ Իմացաք ով է Սամվել Բաբայանը։ Եթե սկայից հետո իր արած հերոսություններն ավելին են, քան այս ամեն ինչը ձեր համար, գնացեք, կարդացեք Ֆրանսիայի պատմությունը, թե դա չօգնի։ Ես խորհուրդ եմ տալիս մի բուր հող ուտել, դա ավելի լավ բան է։ Բայց մյուս անգամ մեկը հայտնվի գրի ստեղ, որ Սամվել Բաբայանը ասես ես հասկանում եմ երրորդ դասարանի իր կրթության մեջ չի տեղավորվում այս ամեն ինչը հասկանալն ու գիտակցելը։ Ես հասկանում եմ, որ մեր լրատվադաշտը դրա նմանների համար դարելա դաշտ, որտեղ որ
Մարդկանց բերում են ու տենց հերոսացնում են, չակերտավոր այդ մուտիլով կեքը պատմելով, պատերազմի մասին սաղ սուտ, առանց ամաչելու սուտ։ Բայց մեր վզին դա չփաթաթեք, ապագայում Սամվել Բաբայանը ստանալու է իր գնահատականը։ Ստանալու է պատմության մեջ իր գնահատականը։ Սկսած Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ անելուց, մինչև այն որ նախկին իշխանությունները թերացել են սրա նմանների պատմությունները, չեն պատմել, նաև իրաց բարոյականությունից ելնելով, ոնց էր Հայաստանի կեսին գցել, խիեր փախած, ումից իշտաներ էր վերցրել, ում ինչով էր խափել կուտը տվել, փողերը վեկալել, թռել, ոնց էր Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձ անում։ Որ չեն դատել միջև վեր, ոնց էր Իգլան բերում, որ նախագահ խփեր, ուսես լիքը բաներ։ Այդ չի նշանակում, որ պատմությունը տես ջրվեց գնաց, իսկ վերջի իր արածը 44 օրյա պատերազմի ու սրա իշխանության տակ ստորագրվելը, դա մենք չենք թողելու ոչ մեկ մոռանա։ Ու այն որ ինքը գնում է Փաշոյան կարպիստների բանի մոտ, որ այսպես վերջի ձևի լկտի է իրան պահում, ու ոչ մեկ բերին չի գալիս, ելը մտ հանգստացի։ Հասկացանք, արա, դուք եք արել, դուք եք դավաճանել, դուք սենց դուք նենց։ Մարդկանց մասին սուտ բաներ է ասում, մարդկանց վիրավորումը լրագրողը չի ասում, հələ ստոպ, խես վիրավորում մարդկանց իմ մոտ։ Բաքվում չնստեին նստելու բան։ Այդ լավա որ ընդեին։ Սես բաներ ասող որ ձեն չեն անում լրագրողները, չի նշանակում է, որ Սամվել Բաբյանն այտենց ուժեղ տղա է, որ այդ ինչ ասում է ճիշտ է ասում։ Դա նշանակում մենք չունենք այդ լրատվադաշտը։ Որ մեկ զսպում ենք, մեզ չենք խոսում, դա չի նշանակում, որ այտենց սաղ ընտիր է։ Դա ոչ մեկ չի մոռանալու։ Սամվել Բաբայանը պատմության մեջ, չնայած նորից եմ ասում, Մարշալ Պետենը, որը կոլաբորացիոնիստ էր ու վերջում իր գնահատականը ստացավ միգուցե գերեզմանում 10 կռուկ շուռ գա, որ համեմատում եմ դա, բայց նույն կատեգորիան է։ Ու մոռացեք այդ հերոսություն, բան այդ հերոսությունները ոչ մի արժեք չունեն, երբ որ այդ հերոսություն արած մարդը գնաց է դավաճանի կողքը կանգնեց, ձեռը բռնած, բանա Արցախ տվե։ Իմացաք ու միջև հիմա էլ, ու այսօր Սամվել Բաբյանը ձեռնտու է մենակ Նիկոլին իր գոյությունը։ Ինչ ենք մենք մտածում, որ WhatsApp-ից հրահանգը Նիկոլենք են տվել։ Որտեվ Սամվել Բաբյանի գոյությունը մենակ ձեռնտու է Նիկոլին այսօր։ Որ այդպես գա տարբեր մարդկանց մասին ստեր պատմի, ինչ որ մարդիկ հավատան, ինչ որ մարդիկ տենց կուտն ուտեն, որ արա դե հերոս է էլի ախպեր, հերոս, արա հերոսը տես բանել, բայց արցախցիներին հարցրեք Սամոն, որ այդ հերոս Սամոն, ինչեր էր անում Ստեփանակերտում, ինչեր էին խոսում իր մասին։ Էտա ձեր հերոսը արա։ Գնացեք ձեր հերոսին գրկեք մեռեք միտե։ Դու գիտես դա գրոմն ասում են, գիտես ինչ են իժո ասում։ Ինչի։ Ասում է բանի դիկտանտի ժամանակ։ Հա։ Դպրոցում։ Եշոյի տեղը գրելա իժո։ Կարա լինի, չգիտեմ ինչի։ Նման է իժոյի։ Նաև că հիշեցնեմ, որ ինքը առհասարակ Սամվել Բաբայան, Սամվել, դու նայում ես ոնց հասկացա, որտեվ տենց արձագանք երկու ֆեյք տղաները բան։ Ուրեմն դու կապիկ ես։ Կապիկ, ասենք, այն որ ասում էիր, ես վերջինն եմ լքելու Արցախը, այն որ ինչ որ սեպարատ բանակցություններ էիր վարում, որի դեպ հետո քննարկման առարկա պետք է դառնա, դու այդ բանակցություններ էիր վարում, ում հետ էիր վարում, դրա արդյունքները, ինչ կապիկի մեկն ես էլի, ասենք, ես դրել ես եսի ինչի տեղ, հետո մտնում ինչ որ տես ֆեյքերով բաներ ես գրում, տեղով ֆեյք ես էլի, իդեպ, կողնը արա այդքան հարգանք ունեցի հայրենակիցների հետ հանդիպի։ Այսօր կարդում եմ, որ քո կուսակցությունից մեկը գնացել է հանդիպելու մեր հայրենակիցների կատարած այդ ցույցի ակցիայի խորհրդի ես հանդիպել, չգիտեմ, նո այդ քո կուսակցությունից ու ասել է այդ մարդը քո կուսակցությունից, որ Սամվել Բաբայանը խիզ զբաղվածության պատճառով չի կարող գալ եւ հանդիպել արցախցիների հետ։ Արա ինչով ես դու խիզ զբաղված։ Այդ սաղ WhatsApp-ի բաները դու ես ֆեյքերով գրում, որ խիզ զբաղված ես։ Մեկին հանձնարարի, ասյա մտեք, գրեք սենց քֆուրներ տղեկին, ես գնամ տենամ հայրենակիցներս ինչ են ուզում։ Ինչով ես զբաղված։ Արա բիզնեսով ես զբաղվում, դու Ամիրյանի վրա տարածքներ ունես, գիտեմ։ Ինչով ես տենց խիզ զբաղված, որ չես կարում այսօր գնաս այդ 10-15 հազար քո հայրենակիցների, որոնք այսօր գոյաբանական խնդրի առաջ են կանգնած ու փորձում են իրենց ձայնը բարձրացնել, գնաս այդ մարդկանց տենաս որպես հերոս, դե դու հերոս, եթե դու մեր աչքերում ուզում ես հերոս լինես, ենթադրում եմ, որ արցախցիների աչքերում քո ընկալման մեջ դու հերոս ու հերոս ես, բա որ հերոսն ես դու, բգնա այդ մարդկանց տես արա որպես հերոս մի հատ դուխտ ու չգիտեմ խորուրդ դու, որտեվ նաև դու բան ես, չէ, խոհեմ ես նաև, ոչ միայն տենց դուխով ես, այլ խոհեմ։ Իդեպ մեկը գրել է իժոնի վեճեր։ Հիմա ասեմ ձեզ, իժո վեճեր։ Հիմա նայեք։ Ուժե վեճեր ավելի շուտ։ Նայեք։ Ստեղ այդ հարցերի մեջ ես ուզում եմ նաև այդ ֆեյքա գրոհի բանին էլ անդրադառնամ, էլի մի կետ օրի ասում եմ, ուզում եք ինքն է մնար, հա ինքն է հանձնվեր, չէ, ոչ թե ասում ենք խի ա եղել, այլ ասում ենք ոնց ա եկե, ախպեր։ Ասում է
Մյուս հրամանատարներն էլ են եկել։ Արա մյուս հրամանատարները, հələ մի այդ Սիամոյին հարցրեք, այդ մյուս հրամանատարների մասին ինքը ինչ կարծիք ունի։ Ո՞վ են այդ մյուս հրամանատարները իր նման հերոսի առաջ։ Եթե ինքը ոչ թե շարքային բեգլեց էր, փախնող, այլ այդ հրամանատարը, որը կերտել է Արցախյան բանը, մենք ինչ ենք ասում, մենք ո՞նց եկար դու ախպեր։ Բա ո՞նց մնաց Ականյան Լյովին չթողին։ Քեզ թողեցին։ Այդ ո՞նց եղավ։ Այդ որ ասպես բեղերս հանել էի Սպարտիվկով էի չճանաչեցին, դա պատասխան չի։ Դա սուտ է։ Դա բացահայտ սուտ է։ Դրանով մենք ոչ թե ասում ենք խի չի գնացե Բաքու հանձնվե։ Չէ, Քավլից ինքը մի անգամ Բաքվում եղել է, հետո հետ է եկել, ոնց հասկացանք, տենց ինքը խասյաթ ունի Բաքվի կողմից հետ գալու, էլի։ Այս անգամ էլ են իրան թողելը տեղից հետ գա։ Էդ է մեր ասածը։ Այդ ոնց է որ Լևոն Մնացականյանին Քարորիայի համար չթողեցին գա։ Այդ տղուն, որը տղա էր ու որը հերոս էր։ Իմ համար ինքն է հերոսը, ոչ թե Իժոնձ էր, որը չհամագործակցեց Նիկոլի իշխանության հետ, որը չգովաց Նիկոլի իշխանություն, որը 44 օրյա ժամանակ ինֆարկտ էր ստանում ներվերից, ոչ թե տանկերը կողում էր Սիամոյի նման օպերացիա էր անում, տանկերը տրաքցնում, վերջում ասում ես ինչ մեղավոր եմ չգնացին կռվեցին։ Իրան թողեցին, ո՞նց եղավ ախպեր, այդ ենք հարցնում, ո՞նց եղավ ախպեր, կարող է հենց սրա համար էր ինքը եկել Հայաստան, որ արցախցիների մեջ մուտիլովկա գցեր, որ արցախցիներին կիսեր մասերի, որ մեր երկրում պատմեր սուտ բաներ մարդկանց մասին, դրա համար էր եկել, այս ենք մենք ասում, ու այդ բանը վերացրեք, մեր վրա դրան ոչ մենք չի ազդում, այլև մենք սաղի մասին ունենք ինֆորմացիաներ են հենց մարդկանցից, որոնց դեմը կանգնելու պարագայում, այդ ձեր ասած իժոներն ու մնացած տղերքը կարող է պայտակ կլինիկական մահ տանեն, որտեղ այդ մարդիկ իրենց կենսագրությունը այծվը գիտեն։ Նենց որ խելոք մնացեք, հանգիստ մնացեք ձեր պատկերացրած աշխարհում, ապրեք այդտեղ։ Դեք լավ, մի հատ այս թեմայով ամփոփիչ հարց, այս թեմայի ամփոփիչ հարց տամ։ Վաղ մյուս օրը, որ ամեն ինչ փոխվի։ Սրանք կարացել են քո կարծիքով սաղ ծածկա դմփոց անեն, հնարավոր լինելու է հասկանալ ապրիլյան, ի վերջո 44 օրյա պատերազմում ինչ ա եղել, ոնց ա եղել, ովքեր են եղել դավաճանները, ինչ գործողություններ են արել, ինչի հետևանքով ա եղել էս ինչ որ կա։ Նայեք, չեմ հիշում որ ժամանակահատվածում էր, երևի 21 թիվն էր, դա այդ թեման մի պահ շրջանառվեց, որ գլխավոր շտաբին հանձնարարություն տրվեց չիստկաներ անել ներսում։ Հիմա այդ ինձ մի հատ օղակի մասին ենք խոսում, որ ես, Վազգենը, դու, մենք չգիտենք այնտեղ ինչ է կատարվել։ Իմիջիալոց քո սիրելի ոնց որ Սամվել Բաբայանն էր նաև այդ դրա մասին խոսում։ Մի հատ որ հետո պոեստաս գտնես էլի, հատկապես որ Բաբայան Սամվելի նկատմամբ հատուկ հետաքրություն ունես, ինքը ամեն ինչ անում է որ նկատմամբ ունենք, հա։ Սա ինչ սարքիկ ինձ երկուսով, դու խիմի ասա։ Ես տենց էի հիշում։ Հա կարող է սխալվել է գիշերային ժամ է հիմա։ Չեմ հիշում, դու կամ սիրում ես։ Հələ կտրենք դու ինչ չեմ հիշում տենց։ Կամ շատ էր սիրում, կամ չէր սիրում, բայց խոսում էր։ Խոսում էր։ Վերջում ավելի վատ բան։ Իսկ Բաբայան Սամվելի դերակատարումը ինքը իրոք ոչ մի բանի հետ կապ չի ունեցել, այդ մարդը вообще պատերազմի հետ որևէ կապ չի ունեցել, ճիշտ է ասում, որ ասում դուք եք արել այ Սամվել Բաբանը իր ամբողջ կյանքում եղել է այդ ձևի։ Իրան որտեղ պետք է ինքը ասլա ես մենակով ես եմ եղել, որտեղ պետք չէ ասլա ես տեղ չեմ եղել, բայց ինքը այն բանից էլ են որ այն Ռեմբոյի բանից ունի, sense որտեղ պետքա քսում է, որտեղ պետքա մաքրում է, որտեղ պետքա քսում է, ջոգիր։ Երկու բան իշաստեմ, այ մայիսի 20 թվականի մայիսին, երբ որ Պարայք Հարությունյան դարձավ նախագահ, Բաբայան Սամվելի ուժը դարձավ երկրորդ ուժ, իրանք այդ կոալիցիա կնքեցին, այնտեղ խորհրդանում մեծամասնություն ապահովեցին, դրանով իրան նշանակեցին անվտանգության խորհրդի քարտուղար։ Մի երկու ամիս էր անցել խորհրդանում էր, թե որտեղ խոսում էր Բաբայան Սամվելը, ասում էր ես Արայք Հարությունյանը հետ խոսացել եմ, ինքը լիազորությունի մասը ինձ է տվել, բանց։ Էդի դարա մեծ թեմա Ղարաբաղում, ես գիտեմ որտեղ այնտեղ падգամավորները բանը խառնվել են իրար, բան ոնց էս ինչա տեղ ունեցել, ասիկն մատ շուտ պետական հեղաշրջման բան է, էլի լրիվ էլեմենտ էր բան։ Դաժե ես գիտեմ որ Հարությունյանը Արայքին են այդ ժամանակ գնաց է տեսել, դա ինը ասում էր դե բան ինքը սխալ եք հասկացել, բայց հիմա ասել էր։ Այսինքն այն մարդիկ ովքեր 20 թվականին ապրում էին Արցախում, իրան գիտեն որ Սամվել Բաբանը ունի այդ ժամանակ ստացավ դերակատարություն, որում ստացավ Հայաստանի իշխանությունների մեծ տալչոկով։ Ոնց որ հայաստանյան իշխանությունը իրան 18 թվից հետո բերեցին մցրեցին խաղի մեջ, որի հիմնական նպատակը
գեներալիտետին եւ ուղիղ նաեւ Սերժ Սարգսյանի դեմ մշտական խոսացող բան ստանալներ, մի հատ այնտեղ խոսափող ստանալներ, հա։ Երկրորդը այդ 10 ու 19-20 թվականների ընթացքում Սամվել Բաբայանը այն հիմնական իրանց բաներից մեկն էր, այն դերակատարներից մեկն էր, որ պետք է կարողանար Արայիկի այդ վլաստը պահեր եւ ամեն ինչ աներ, որպեսզի չեզոքացվեին բոլոր այն կողմերը, որոնք այդ ժամանակ այսպես կոչված հակահեղափոխականներ էին նշանակվել։ Դե դուք որ շատ լավ գիտեք այդ փուլը, նու գիտեք դա ոնց հաղորդեցվել։ Այո, մարդիկ մոռացել են ուղղակի, ես ուզում եմ այս դայվ հիշացնենք, շատ լավ է, որ դու ասում ես որպես մարդ, որ այդ ամեն ինչից հաստատ քաջատեղ էր այդ ժամանակ ապրում ու աշխատում էր։ Այո, դու ընդեղ էիր, ներողություն։ Այդ մոռացել էի, բայց հա։ Այսինքն ես տեսել եմ ընդեղ ինչ եղավ։ Այսինքն Բաբա Սամվել Նիկոլի կողմից ընդեղ նշանակվել էր որպես մադրաշի։ Միանշանակ ինքն ընդեղ էր, բալանսներ պահում, որ հանգարց Արայիկը գտից ընկնի ինքը Արայիկին վերադարձնի գից, բան վերջի ինչ օպերացիաներ կար, նաև իր միջոցով էր արվում։ Հիմա ինչ եմ ես ամեն ինչը պատերազմը։ Է դրա համար եմ ասում։ Ես ասում եմ, որ մեզ դիտող մարդիկ ովքեր չեն հետևա, հասկանա, որ 20 թվականի մայիսի 21-ից հետո Սամվել Բաբան ուներ շատ մեծ դերակատարություն այնտեղ։ Շատերը համարում են, որ ինքը շատ ավելին ունի արդեն վլաստ, քան Արայիկ Հարությունյանը եւ այլն։ Հիմա պատերազմը որ սկսել է, անվտանգության խորհրդի քարտուղարն է եղել եւ կան մեծ թվով հարցեր, որոնք միջև հիմա էլ տենց շատ հանրայնացման ենթակա հարցեր չեն կապված Հայաստանի պաշտպանության նախարարություն, Արցախի պաշտպանության բանակ, այդ փոխգործակցություն, ուղղահայացներ, հորիզոնական հարթությունում իրականացնող որոշակի process-ներ եւ այլն, բայց այն, որ Սամվել Բաբայանը եղել է այդտեղ գործոն եւ քաղաքական տեսանկյունից եւ ռազմական նաեւ տեսանկյունից, դա միանշանակ է։ Հադրութի օպերացիայի հեղինակը Լելեթեփեի, հա։ Եմ որ Աննայի ու Նիկոլի համար վիզ էր դրել, որ Լելեթեփեն հետ բերի։ Այդ հիմնական թեման հետեւյալն է եղել։ Պաշտպանության Արցախից սա այդ կապեն դուրս գալիս, ասում են, որ սենց բան կա։ Մտահաղացում կա, այնտեղ օպերացիա իրականացնելու, ասում են, որ Սամվել Բաբայանի բանն է։ Միտքն է դա։ Հիմա ներկայացնում են սրանց, ասում է, սենց արեք, ցեք բռնենք եւ այլն։ Այսինքն այն հանգամանքը, որ իր մտահաղացումը թեմայի մեջ կա, ինքը ցույց է տալիս, որ ինքը դες կողքով քայլող մարդ չի եղել։ Այն որ ինքը կարողացել է բունկեր մտնի հելնի, դա արդեն ցույց է տալիս, որ ինքը տեղ ունեցել է որոշակի դերակատարություն։ Չեմ ասում դերակատարություն սա կամ այն անելու, բայց բունկեր մտել, հիմա ես բունկեր չեմ մտել, չէ՞, թողնություն չեմ ունեցել։ Հակոբյան, Մովսես Հակոբյանին ինչ թողեցին մտնել։ Հա, Մովսես Հակոբյանի մի պա պրոստը ինա, ինքը պատմել է հանրային, որ իրան վերցը տալն։ Այսինքն իրան թողել են, չէ՞, որ ինքը մնացել է այդ թեմայի մեջ եւ այլն։ Այսինքն այնտեղ հազարու մի բան է եղել։ Իդեպ մի հատ զավեշտալի պատմություն էր եղել այս նույն թեմայի հետ առնչվող, եթե չեմ սխալվում, հրապարակ թերթում եմ կարդացել, այդ Մեղրի քաղաքապետին էին զանգել, ով որ այդ Սամվել Բաբայանի մի հատ կուսակցություն ունի, չգիտեմ էլ անունը ինչ է, ոչ այդ կուսակցությունով էր առաջադրվել, այդտեղ մասնակցել էր, հիմա քաղաքապետ է։ Այնտեղ շո թեմայից էին հարցրել, ասել էին, բա դու ԿՊԱ-ական ես բան ես, դե ասել է, բասել էին Սամվել Բաբայանի այդ կուսակցությունից չես, այն ասել էր, չէ, դե ես ինչ բան է, էլի, ԿՊԱ-ական է բան եմ, այսինքն Դաժե այն կուսակցությունը, որով ինքը 21 թվականին այստեղ աշխատում էր, ուզում է փորձում էր խորհրդարան մտնել բան էս կողմ են կամ այնտեղ մարդը որ ասում է ինչ որոշում Սամվել Բաբայանը միջնորդի գոյության մասին չի մտածել։ Դե դա հիմա տես խառը վիճակ կա եղել չի ջոգեր, որ իրան նշանակել են, որ դու այսինչ քվոտայով ես, բայց դու ԿՊԱ-ական ես, բայց պետք չի էդի որ ծաղին հարային ասես բան, ես չեք հանդիպել, դուք մեր կողմ առաջ էր այդ հարցը։ Չեմ տեսել, բայց իրականում նորմալ պրակտիկա է, բայց փաստացի է։ Այսինքն հիմա է պատմում ԿՊԱ-ի։ Հա, մի օրվա առաջ բան է, որ զարմացել է էլի, որ իրանք ինչ են ասում, այդ իրակ չի մացել, որ այդ արանքը մեծ կուսակցություն կա, այդ Պերեխադնիկը չի իմանում։ Իրան դրել են, որ ինքը տեով գնա, բայց ինքը մտել է ուրիշ տեով։ Այսինքն գլոբալ առումով չէր կարա էլի ինքը անմասն մնալ բացառում է։ Ես ես հստակ ասում եմ, 18-ից 20 մինչև մայիսի 21, երբ որ ինքը էլ իշխանություն չէր, բայց ինքը մեծ այնտեղ process-ների մեջ էր, ինքը արդեն գործոն էր։ 20 թվականից հետո ինքը գործոն էր որպես իշխանության մաս կազմող անձ եւ այս տեսանկյունից այն մնացած բոլոր բաները, այդ ասում եմ, ոնց որ իրան պետք է ինքը տենց էլ աշխատացնում է, միշտ էլ տենց է եղել, իմ համար շուտ նոր բան չի ստացվել, արցախցիների համար էլ տենց իրանք բոլորը գիտեն Սամվել Բաբայանին, ասենք մեր մոտ կարող է շատերը չգիտեն, կան այլ կերպ են նայում։ Մեկ խափնվեն։ Նենց էլ չի որ մեր համար էր, մեր համար տարօրինակ է որ մեզ ֆեյք էր ասում։ Արա մեզ ֆեյք էր ասում, ինքը իր ողջ ֆեյք կենսագրությամբ եկել մեզ ֆեյք էր ասում։ Խոսքով